Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 15։ Նա բացում է և ոչ ոք չի փակում։ Հայտնություն 3 գլուխ 7-րդ խոսք։ Տեր Հիսուսն է դրախտի դարպասների պահապանը, և ամեն հավատացող հոգու առջև նա բացված դուռ է դնում, որը ոչ մի մարդ և ոչ էլ սատանան չեն կարող փակել։ Ինչ ուրախություն է բացահայտել, որ Տիրոջ հանդեպ եղած հավատքն է այդ հավիտենական դռները բացող ոսկե բանալին։ Ով իմանց, արդյոք դու կրում ես դա քո ծոցի մեջ, թե հույսդ ունայն բաների վրա ես դրել, որոնք քեզ ի վերջո հուսախաբ կանեն։ Լսիր այս առակը և միտքդ պահիր։ Մի անգամ թագավորը մեծ խնջույք է կազմակերպում և համայն աշխարհին հայտարարում է, որ ոչ ոք չի կարող մուտք գործել այդտեղ, բացի նրանցից, ովքեր իրենց հետ աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկը կբերեն։ Արդյունքում հազարավոր մարդիկ են հավաքվում դարպասների մոտ և նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում է այն ծաղիկը, որն իր այգու թագուհին է համարում։ Ինչևէ, նրանց ամբոխներով դուրս են քշում թագավորի ներկայությունից և նրանց թույլ չեն տալիս մուտք գործել տոնահանդեսի սրահը։ Մենք էլ երբեմն ներկայանում ենք Աստծուն մեր ձեռքում կրելով սնահավատության մահամորները կամ Հռոմի սնափառկակաչները կամ էլ ինքնահավանության մոլեխինդները, բայց սրանք արժեք չունեն թագավորի համար, սրանցով եկողները ներս չեն մտնելու մարգարտե դարպասներից։ Ով իմանց, արդյոք Սարոնի վարդն ես հավաքել, արդյոք մշտապես դաշտի Շուշանն ես կրում քո ծոցում։ Եթե այո, ուրեմն երբ մոտենաս երկնային դարպասներին, կիմանաս դրա իրական արժեքը, որովհետև ցույց կտաս այդ գեղեցկագույն ծաղիկը և դռնապանն առանց մի վայրկյան հապաղելու կբացի քեզ համար։ Սարոնի վարդը կրելով քո ձեռքին, դու կգտնես Աստծո աթոռին տանող ճանապարհը, քանզի երկինքն էլ դրա շլացնող գեղեցկությանը գերազանցող որևէ բան չունի, և դրախտում աճող ծաղիկներից և ոչ մեկը չի կարող մրցել դաշտի Շուշանի հետ։ Ով իմանց, հավատքի ձեռքով պինդ բռնիր Գողգոթայի արնագույն վարդը, սիրով պահիր այն, հաղորդակցությամբ պահպանիր այն և զգոնությամբ դարձրու քո ամենը ամեն բանի մեջ։ Այդժամ դու երանություն կվայելես վեր ամեն օրհնությունից և երջանկություն կգտնես վեր ամեն երազից։ Տեր Հիսուս, իմը եղիր հավիտյան, իմ Աստվածը, իմ երկինքը և իմ ամենը։